Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը խորագրով բացառիկ լուսանկարները հասան Գյումրի։ Հատիսի գագաթին կառուցվող Քրիստոսի արձանի ստեղծման ու ընթացքի վավերագրությունը ներկայացվում է լուսանկարներով։ Այս ցուցահանդեսը պատմում է մի մեծ գաղափարի իրականացման ճանապարհի մասին, գաղափարից մինչև գործ, ոգեշնչումից մինչև համատեղ աշխատանք։ Նպատակը միայն կատարված աշխատանքը ներկայացնելը չէ, այն նաև հրավեր է բոլորին դառնալու այս պատմության ականատեսը։ Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ այս ցուցահանդեսը Երևանից բացի ներկայացվելու է նաև Հայաստանի մյուս մարզերում, որպեսզի բոլոր հետաքրքրված մարդիկ ունենան հնարավորություն ծանոթանալու այս բացառիկ նախագծին։ Բարի գալուստ ցուցահանդես եւ հաճելի դիտում։ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ կյանքի կոչվող այս հզոր նախագիծը մինչև ավարտին հասնելն արդեն դարձել է համահայկական համախմբման խորհրդանիշ։ Այս նախաձեռնությունը, որի մտահղացման հեղինակը եւ կյանքի կոչողը Գագիկ Ծառուկյանն է, լինելու է ոչ միայն ազգային, այլ համաքրիստոնեական ուղերձ, որ հավատքը կարող է վերափոխել ժողովուրդներ, որ լույսը դեռ հաղթում է խավարին, Քրիստոսի արձանը որպես նյութեղեն վկայություն դառնալու է բոլորի պահապանը։ Ցուցահանդեսը ևս մեկ վկայությունն է, որ մեծ գաղափարները իրականություն են դառնում այն ժամանակ, երբ մարդիկ միավորվում են մեկ գաղափարի շուրջ։ Յուրաքանչյուր լուսանկարում ճարտարապետների, ինժեներների, շինարարների ու կամավորների կատարած մեծ աշխատանքն է։ Ես ինչքան հիշում եմ, վերջին 40 տարվա ընթացքում նման մեծ պրոյեկտ անել մենք չենք արել, Հայաստանում չի եղել, հատկապես որ այս ամբողջը մեկ մարդու կամքի արդյունքում է, շատ լավ է, որ մի մարդ կարող է որոշել եւ նման մեծ բան անել Հայաստանում, ընդ որում իր միջոցներով եւ իր կամային հատկանիշներից ելնելով։ Որպես քանդակագործ կասեմ մի բան, որ Հայաստանի պատմության մեջ քիչ են եղել դեպքեր, երբ որ արձան տեղադրվելուց առաջ լինի քննարկում կամ ընթացքում լինի քննարկում։ Ստեղ այդ դուրը բաց թողնալը եւ տարբեր կարծիքներ, կոմենտարիաներ ունենալը միանշանակ օգուտ է։ Հավերժացնող գործ է, սիկ հավերժություն է, պարտադիր պայման է հայ ազգի համար։ Սիկ բոլորից պատիվն է, ու մեկի վաղվա օրվա հանդեպ հավատքը ու շատ ճիշտ ժամանակին եկավ հասամեզ է։ Գյումրեցիները սպասում էին այս ցուցադրությանը, ասում են անհամբեր սպասում են նաև Հիսուսի աշխարհում ամենաբարձր արձանի պաշտոնական բացմանը։ Շրջայցի ընթացքում իմացան նաև Հատիսի գագաթին իրականացվող մեկ այլ խոշոր նախագծի՝ Նոյան տապանի մասին։ Փրկվող նավի հսկա խորհրդանիշը տեղադրվելու է արձանի հարակից տարածքում։ Այս նախաձեռնությունը հնարավորություն կտա շատ ճանաչելու Հայաստանը, ճանաչելու հայ ժողովրդին։ Այս բոլորը նորից ժողովրդին մոտեցնելու է Աստծուն, մոտեցնելու է հավատքին, որը հույսով եմ, որ անպայման իրեն տրական ազդեցությունը կունենա մեր ժողովրդի բարոյահոգեբանական վիճակի վրա։ Ամբողջ աշխարհն է հիացած այդ կոտողից, որովհետև դա դարի կոտող է, սա եղնե համար մեկ արձան է, որը մեր հայ ազգի համար պարզանք է։ Այս գաղափարը ժամանակի համար բավականին ժամանակահուն չէ եւ ունի մեծ նշանակություն մեր ազգի վերածննդի համար։ Այս նախաձեռնությունը հենց հաղթանակի սկիզբն է։ Լուսանկարների ցուցադրության վայրը պատահական չէ ընտրված, հայտնի Հոկտեմբեր կինոթատրոնն է, որտեղ հայ կինոյի մեծերի Մհեր Մկրտչյանի, Գալիա Նովենցի, Հրաչյա Ներսիսյանի, Խորեն Աբրահամյանի շունչն է։ Արվեստի եւ արհեստի քաղաքի սրտում գյումրեցիներն ու Շիրակի մարզի մյուս բնակիչները 3 օր հնարավորություն ունեն ծանոթանալու խոշորամասշտաբ ու բացառիկ նախագծի մանրամասներին։ Արթուր Հակոբյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։